Այսօրվա մեր դասախոսության թեման է ավանդական հռոմեական հանրապետության փլուզումը Քրիստոսի առաջ 40-ական թվականների վերջ 30-ական թվականներ երկրորդ եռապետությունը երկրորդ քաղաքացիական պատերազմը Այս նոր ժամանակաշրջանը մենք ասացինք որ սկսվեց Հուլիոս Կեսարի սպանությամբ Հռոմը կրկին տարբաժանվեց երկու հակադիր քաղաքական, սոցիալական, հասարակական համալիրների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ճշմարտությունը։ Առաջին համալիրի գրողները այսպես կոչված լիբերատորես, ազատարարներն էին, որոնք եկել էին պատմության թատերաբեմ Գայուս Կասիուս Լոնգինի և Մարկուս Յունիուսի առաջնորդությամբ սրանք կազմակերպեցին Կեսարի սպանությունը։ Մյուս խումբը կեսարականներն էին Մարկուս Անտոնիուսի գլխավորությամբ, որի շուրջ պետք է համախմբվեին մյուս խմբավորումները։ Ասացինք, որ հանկարծ այդ ժամանակաշրջանում Հռոմ է գալիս մի 19-ամյա երիտասարդ, որին Կեսարը իր կտակի մեջ անվանել է իր հիմնական ժառանգորդ։ Դա Գայուս Օկտավիուսն էր, Կեսարի քրոջ թոռը, որ այդքան շատ շփումներ չէր ունեցել Կեսարի հետ, լավ կրթություն չէր ստացել, թուլակազմ էր, թուլառողջ էր, և դեռևս իր հատկանիշների մասին հռոմեացիները շատ աղոտ պատկերացումներ ունեին։ Կիկերոնը որոշեց նրան գրավել հանրապետականների կողմը և հակադրել կեսարականներին, և թվում էր թե առաջին շրջանում այս բանը նրան հաջողվեց, որովհետև Մարկուս Անտոնիուսը չէր ուզում ճանաչել այս երիտասարդի իրավունքները, այլ բաներ ինքը, որ Կեսարի կողքին 20-30 տարի անընդհատ կռիվների, անընդհատ պատերազմների, անընդհատ փորձությունների միջով անցնելով դարձել էր հիմա արդեն դրության տերը, ինչպես ինքն էր համարում։ Եվ այսպես կեսարական երկու բանակները, ինչպես նախորդ դասախոսության ժամանակ ասացինք, հանդիպեցին միմյանց, բայց կեսարական բանակի սպայակազմը ավելի սթափ էր և խելոք։ Նրանք բանակցեցին և կեսարական երկու բանակների ներկայացուցիչներին ստիպեցին գալ համաձայնության։ Այդ համաձայնությունը կայանում էր դանդաղ ընթացքով։ Ամբողջ 43 թվականի ընթացքում։ Այս 43 թվականը նախապատրաստական մի շրջափուլ էր, կարծես թե կեսարականների և հանրապետականների ապագա բախման դիտանկյունից։ Ապագա կեսարականները սկսեցին համախմբվել Կեսարի պատկերի, Կեսարի կերպարի շուրջը և այդ կերպարին սկսեցին հաղորդել, ուտոպիական գծել, սկսեցին նրան սրբազանցնել, նրա կերպարը, որ Կեսարը ճակատագրի հրամանով Հռոմին տրված նվիրատվություններից մեկն էր, որ չհասկացան ու գրգռում էին այսպես կոչված ազատարարների դեմ հասարակական կարծիքը։ Ազատարարներն էլ թողեցին Իտալիայի սահմանները և հեռացան դեպի Հունաստան նախապատրաստելով, ինչպես Պոմպեոսն էր ժամանակին արել ապագա բախումին։ Նրանք ևս հավատում էին, որ Իտալիայի տարածքը ապառազմականացված է, որ իրենք իտալական և հռոմեական այս ապառազմականացման և ընդհանրապես հռոմեական սահմանադրության ամենաջերմ հետևորդներն էին։ Այս իրադրությունը հասկանալու համար, այս սպասվող իրադրությունը, բախման իրադրությունը հասկանալու համար, ես փորձում եմ միշտ իմ ուսանողների հետ այսպես քննարկել երևույթը ոչ միայն
թատերական խաղընթացի, ողբերգական խաղընթացի կանոնով, այլև նաև սոցիալական արժեբանության դիտանկյունից։ Ինչ տեսակի մարդիկ էին բախվում իրար հետ, սոցիալական ինչ ծրագրեր էին բախվում միմյանց, որը ինչ հեռանկար ուներ։ Հիմա նույն արժեբանությամբ, նույն սոցիալական արժեբանությամբ այս խնդիրներին մոտենում էր նոր սերունդը։ Այս նոր սերունդը ասեցին լիբերատորես, հանրապետականները եւ նրանց առաջնորդները, որոնք խոսում էին հանրապետական ինքնազսպումի, քիչ առաջ ասեցին, որ նրանք անգամ չէին ուզում Իտալիայի սահմաններում ընդհարում տեղի ունենա։ Դրանք ցույց էին տալիս, որ կանգնած են կամ ավելի ճիշտ կառչած են ավանդական հռոմեական սահմանադրությանը։ Մենք չգիտենք, թե հետագայում նրանք ինչ ծրագիր կիրագործեին։ Պոմպեոսի հզոր անհատականության եւ սենատական հանրապետության համադրելության կամ ինչ ձևերի, նրանք առնվազն 2 ղեկավարներ ունեին, չէ՞։ Իրենց չգիտենք, տեղեկությունները մեր չափազանց սահմանափակ են, բայց մյուս կողմից էլ նրանց դեմ կանգնած էին կեսարականները, որոնց մեջ արդեն աստիճանաբար ձևավորվում էին լիդերները։ Մարկուս Անտոնիոսը, որ համարում էր, որ ինքը ամենամոտն այդ նպատակին եւ ամենաարժանին է։ Իրականում նա կատարող էր, քան նախաձեռնող։ Կեսարի ձեռքի տակ երկար տարիներ ծառայել էր եւ շատ լավ կատարող էր։ Անվեհեր էր, քաջերի իբրև զինվորական, բայց ստրատեգիական մտածողության, քաղաքական խաղերի մեջ այնքան էլ հմուտ չէր։ Առաջնորդում էր Կեսարի կենսագրությամբ, Կեսարի պատկերով։ Երկրորդը Մարկուս Լեպիդուս, Մարկուս Էմիլիուս Լեպիդուս, Կեսարի էլի հավատարիմ զինվորականներից մեկը, որը եւս զուրկ էր ինքնուրույնությունից, ազնիվ էր, զինվորների շրջանում ուներ բարձր հեղինակություն, բայց նախաձեռնությունը թույլ էր։ Եվ վերջապես Գայուս Օկտավիուսը, Կեսարի ժառանգորդը, 19-ամյա երիտասարդ, որը չուներ ականավոր որևէ հատկանիշ կամ դեռևս ցույց չէր տվել դրանք, 19 տարեկան էր, եւ իր այսպես կողմնակիցները մնացած երկուսը այնքան էլ նրան այսպես ուշադիր չէին նրան նկատմամբ, փոքր էր, ամփորձ վատառողջ։ Սրանք սկսեցին նախապատրաստվել այս կեսարականները եւ Քրիստոսից առաջ 43 թվականի նոյեմբերին եկան Հռոմ եւ նոյեմբերի 27-ին մտան Սենատ եւ պարտադրեցին Սենատին, որպեսզի նա օրինադրի երկրորդ եռապետություն տրիումվիրատը։ Հիշեցնենք, որ առաջինը օրինադրված չէր, պաշտոնական չէր, այդ մենք ենք, որ նրան անվանում ենք առաջին եռապետություն, սկսյալ 19-րդ դարի հետազոտողներից։ Եվ նրանք ասացին առաջին, որ իրենք իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնության, դեկրետներ հրատարակելու առանց հաշվի նստելու ոչ սենատի, ոչ էլ ժողովրդական ժողովի հետ։ Երկրորդ, ասացին, որ իրենք իրավունք ունեն փոխելու հռոմեական բոլոր պաշտոնյաներին եւ կամ էլ ուղղորդելու նրանց գործունեությունը առանց հաշվի նստելու սենատի եւ աշխարհաժողովի հետ։ Երրորդ, կարող են փոխել ցանկացած իշխանավորի առանց հաշվի նստելու սենատի եւ աշխարհաժողովի հետ։ Չորրորդ, նրանք կարող են զորք համագրել, ռազմական գործողություններ սկսել առանց սենատի եւ աշխարհաժողովի համաձայնության։ Տրիումվիրատը այս եռապետությունը բարձր էր հռոմեական պետությունից եւ նրա սահմանադրությունից։
Հաստատում էր սա 5 տարի ժամանակով, ինչպես իրենք էին ասում։ Եվ իբրև իրենց գործնեության առաջին քայլերից մեկը նրանք հայտարարեցին, որ այն օրենքը, որով իրենք ստանում են այս բացարձակ իշխանությունը, նույնն է, ինչ որ ժամանակին Սուլան օգտագործել էր իր իշխանությունը հաստատելու համար։ Lex Valeria հռոմեական իրավունքի մեջ բոլորի իրավական ակտերն ունեն իրենց հեղինակների անունները։ Ահա այն նույն օրենքը, որով Լուցիուս Կորնելիուս Սուլա ստացել էր իշխանություն, նրանք այլևս չէին թաքցնում։ Ի տարբերություն Կեսարի, որը շղարշում էր այս կողմը, ցանկանում էր ցույց տալ իր բացարձակ ռազմական դիկտատուրան մեղմ երանգներով եւ հանդերձանքներով։ Սրանք անմիջապես իրեն կապում էին նրա հետ։ Ուստի նրանք չխորշեցին անցկացնելու պրոսկրիպցիաներ, սև ցուցակներ իրենց քաղաքական հակառակորդների դեմ։ 300 սենատորներ կամ կոտորվեցին կամ փախան Հռոմից։ 2000 հետիալներ կամ բիզնեսմեններ կամ ձեռներեցներ կոտորվեցին եւ նրանց ունեցվածքը գրավվեց Հարքունիս, հօգուտ պետության եւ եռապետերի։ Եվ եռապետները սկսեցին իրար միջով բաժանել հռոմեական տարածքները։ Ըստ նախնական բաժանման ամենամեծ հատվածները հասավ Մարկուս Անտոնիուսին, ամբողջ արևելքը Գալիան նկցեց իր ձեռքը։ Լեպիդուսը ստացավ Նարբոնական Գալիան եւ Սպանիան, իսկ երիտասարդին տվեցին Հյուսիսային Աֆրիկան Օկտավիոսին։ Իհարկե հետագայում մեկ տարի հետո դա պետք է փոխվեր։ Այս երիտասարդը, սակայն, ժամանակի ընթացքում պետք է օգտագործեր հասարակական արժեբանության իր պաշարը, Կեսարի կերպարը։ Մանավանդ որ եռապետերը Կեսարին հռչակեցին Աստված Դիվուս Կեսար, եւ ինքն է սկսեց իրեն կոչել Ֆիլիուս Դիվի Կեսարիս, սրբազան Կեսարի կամ աստվածային Կեսարի որդի, եւ այս արժեբանական այսպես գործարքը սկսեց հոգուտ իրեն աշխատել։ Կար զենք, կար զրահ, բայց կար անուն եւ խարիզմա, եւ ժամանակի ընթացքում եւ այս անունը եւ խարիզման սկսեցին ավելի եւ ավելի ազդել, մանավանդ կեսարականների մտքի եւ երևակայության վրա։ 42 թվականին տեղի ունեցավ ազատարարների կամ լիբերատորես վերջին հանրապետականների եւ կեսարականների բախումը։ Նորից Հունաստանի տարածքում, ավելի ճիշտ Մակեդոնիայի տարածքում, Ֆիլիպպե կոչված վայրում շուրջ 200,000 հռոմեական զինվոր բախվեցին միմյանց։ Բանակը ղեկավարում էին 4 զինվորականներ։ Մեկը Մարկուս Անտոնիուսն էր, Կեսարի լավագույն զորքի եւ զինվորականների հետ միասին։ Մյուսը այս երիտասարդ Օկտավիանուսն էր, անփորձ էր։ Էլի կեսարական զինվորները նրան էին առաջարկել, որ ղեկավարի իրենց։ Մյուս կողմից նրանց հակադրված էր Գայուս Կասիուս եւ մյուս կողմից Մարկուս Յունիուս Բրուտուսը։ Բախումը տեղի ունեցավ 42 թվականի հոկտեմբերի 23-ին։ Բախման առաջին էտապում Մարկուս Անտոնիուսը հարձակվեց Գայուս Կասիուսի ուժերի դեմ եւ տարավ հաղթանակ։ Գայուս Կասիուսը ինքնասպան եղավ։ Իսկ մյուս ճակատում, որտեղ Բրուտուսն էր Օկտավիանուսի դեմ, նա տարավ հաղթանակ։ Զինվորները բանակի հետ քաշվեց նորից ընթարման ժամանակ, բայց երբ նրան հայտնեցին, որ Կասիուսը ինքնասպան է եղել, նա ինքն ինքնասպանություն գործեց, կարծելով, որ իրենց գործը տապալված է։
էլի հոգեբանական ինչ-որ անսպասելի մի կոտորվածքի մասին ենք մենք ստիպված խոսել հանրապետականների կապակցությամբ։ Եվ նորից հիշենք, որ նրանք թեպետ խոսում էին հանրապետության, հանրապետական արժեքների, հանրապետական գերակայության եւ այլնի մասին, բայց իրենք եւս կտրված էին իրականությունից։ Սրանից հետո կեսարականները նորից հավաքվեցին, Անտոնիոսը իրեն կցեց ամբողջ արևելքը Եգիպտոս կենտրոնով։ Ընդլայնվեց Կեսարի որդու Ֆիլիուս Կեսարիս Օկտավիանոսի իրավունքները, նրան տրվեց Գալիան, Նարբոնական եւ Տրանսալպյան Գալիան տրվեց, իսկ Լեպիդուսին ուղարկեցին Աֆրիկա։ Նա նախաձեռնությունից զուրկ, ասում եմ ազնիվ, բայց նախաձեռնությունից զուրկ միանձնավորություն էր։ Իսկ Իտալիան թողեցին ընդհանուր կառավարման միջավայր իբրև։ Բայց 41-40 թվականներին կողմերի միջև նորից ինչ-որ բախում տեղի ունեցավ։ Իտալիայում գտնվող Լուցիուս Անտոնիուսը, Անտոնիուսի եղբայրը եւ նրա կինը Ֆուլվիան, նկատելով, որ Օկտավիանոսը Իտալիայում սկսել է ակտիվանալ եւ Իտալիան գցել իր ազդեցության ներքո, համարելով, որ սա պայմանավորության խախտում է, ապստամբություն բարձրացրին։ Մինչ Օկտավիանոսը մտածում էր նրանց նկատմամբ հաշվի հարդար տեսնելու, Մարկոս Անտոնիոսի բանակը հայտնվեց Իտալիայի սահմանների մոտ, երկար բանակցություններից հետո որոշեցին հարցը վերջացնել խաղաղությամբ։ Բայց նրանք մի խնդրի առաջել էին կանգնած։ Գնեոս Պոմպեոսի որդին սկսել էր միջերկրական ծովում իր նավերի միջոցով իշխանություն ստեղծել։ Կենտրոնը Սիցիլիան էր, Սարդինիան էր, Կորսիկան էր, այսինքն ամբողջ այդ նավերի ճանապարհորդության, կոմունիկացիաների վրա իր ձեռքը դրել էր։ Խախտվում էր արևելքը եւ արևմուտք կապը։ Եվ կողմերը որոշեցին ճանաչել նրա իրավունքները ավելորդ պատերազմից խուսափելու համար։ Այսպես վերջացավ այս կոնֆլիկտը այս ժամանակաշրջանի։ Մյուս կետը ժամանակային դա 36 թվականն էր։ Կողմերը ակտիվ նախապատրաստվում էին իշխանության խնդիրը հօգուտ իրենց որոշելու համար։ Արդեն հայտնի էր, որ արդեն երկու բևեռներ են ձևավորվում, մեկը արևելքում Մարկոս Անտոնիոսը, մեկ արդեն արևմուտքում, սրբազան Կեսարի որդու Գայուս Օկտավիանոսի գլխավորությամբ։ Այս երիտասարդը արդեն սկսել էր թափ հավաքել։ Նա սկսում էր հասկանալ պետական գործից, նա սկսում էր հասկանալ հասարակական կարծիքից, նա սկսում էր հասկանալ ռազմական գործիչ, ոչ այնքան ինքը, որքան իրեն շրջապատել էր այդպիսի մարդկանցով, որոնց մասին մենք հետագայում ավելի մանրամասն կխոսենք։ Եվ այստեղ առաջին անգամ պետք է երևա նրա հատկանիշը գործչի, որը չունի բացարձակ հատկանիշներ ռազմարվեստում, քաղաքականության մեջ, մշակույթի մեջ, կրոնում եւ այլ բնագավառներում, բայց նա կարող է համախմբել մարդկանց մի խումբ, որոնք շատ հաջողությամբ այդ խնդիրները լուծում են։ 36 թվականին Մարկոս Անտոնիոսը որոշեց սկսել արևելյան արշավանք։ Նա նախատեսել էր դեռևս Կեսարը։ Եվ Կեսարը մտածում էր այս արշավանքը իրագործել Հայաստանի վրայով, ուրեմն նա արտավազդի ծրագրին տեղյակ էր եղել։ Հետո անցնել Պարթևստան, հետո անցնել երևի Հնդկաստան, մենք այլևս դրա մասին մանրամասներ չգիտենք։
36 թվականի այս արշավանքը, որի մանրամասների մասին մենք հաջորդ դասախոսության մեջ կխոսենք եւ կխոսենք հայ-հռոմեական հարաբերություններից, վերջացավ կատաստրոֆայով։ Նա Հայաստանի վրայով մտավ Ատրպատական, շրջապատեց Ատրպատականի մայրաքաղաք Փրասպան, չկարողացավ գրավել, 35,000 զոհ տվեց եւ հազիվ իրեն գցեց Հայաստան։ Բայց հետագայում Հայաստանից գնալով Եգիպտոս ամբողջ պարտության մեղքը գցեց հայոց թագավոր Արտավազդի վրա եւ հատուկ պատմագիրներ վարձեց Դելիոս անունով հատկապես, որոնք սկսեցին հիմնավորել, բայց Հռոմում դրան համարյա ոչ ոք չէր հավատում։ 36 թվականին Արևմուտքում էլ բախում տեղ ունեցավ Պոմպեոսի որդու եւ Օկտավիանոսի միջև։ Օկտավիանոսի կողքին կար դեռևս մանուկ հասակից իր կողքը կանգնած Մարկուս Վիպսանիոս Ագրիպպա, ռազմական հանճար։ Սա կազմակերպեց ծովային ճակատամարտը Սիցիլիայի ափերի մոտ եւ ջարդեց հակառակորդին եւ ամբողջ արևմուտքը համարյա ընկավ Օկտավիանոսի իշխանության ներքո։ Այս թողուբոհի մեջ Լեպիդոսը աշխատեց հռոմեական զինվորներին, կեսարի զինվորներին գրավել իր կողմը, որ բարձրացնի իր իշխանությունը ընդդեմ Օկտավիանոսի, բայց նրան բռնեցին, հեռացրեցին իշխանությունից։ Նա մինչև իր կյանքի վերջը Հռոմում շարունակում էր մնալ իբրև գլխավոր քուրմ։ Pontifex Maximus եւ պատմական թատերաբեմում մնացին 2 հոգի 36 թվականին։ Մարկուս Անտոնիոսը, որը չկարողացավ իրագործել կեսարի նպատակները, բայց գնացել էր Եգիպտոս, հերթական անգամ մտել հարաբերությունների մեջ Կլեոպատրայի հետ, մեծացնում էին կեսարի որդուն Ցեզարիոնին, նրանից ունեցել էր ինքն էլ զավակներ եւ դուստր, եւ պատրաստում էին իշխանության համար Օկտավիանոսի դեմ։ Մյուս կողմից էլ Օկտավիանոսը, որ սկսեց արևմուտքը համախմբել եւ ռազմական, եւ խարիզմատիկ, եւ քաղաքական, եւ սոցիալական պրոյեկտներով, այստեղ երևաց նրա արդեն աստիճանաբար երևաց նրա մեծությունը, կամաց, Ֆիլիուս Դիվի, Աստծո սկսեց հռոմեացիներին օգնել, օժանդակել աղքատներին, տառապյալներին, վետերաններին, նայեցեք տեսեք, կողքնել ասենք Ագրիպպայի նման հանճարեղ զորահրամանատարներ, իր մանկության ընկերը, եւ նա իր ընկերներից մյուսի Մեկենասի առաջարկով մցրեց մի այսպես սոցիալական, հոգեբանական, արժեբանական հնարք։ Ամբողջ արևմտյան պրովինցիաները սկսեցին հավատարմության երդում տալ Օկտավիանոսին։ Սկսեցին, կանգնեցնել ամենուրեք կեսարի տաճարները, որտեղ աղոթում էին նաև այս երիտասարդի համար։ Տարերինակ է, սեք ինչ փոփոխություններ, պատերազմի ինչպիսի, հաղթանակի ինչպիսի ենթաշերտեր են նրան գտել, ոչ միայն ռազմական, այլև սոցիալական, քաղաքական, մշակութային, կրոնական համախմբան, ինչպիսի միջոցներ են գտել հիմա նրանք։ Եվ կողմերի միջև այս մրցակցությունը քանի գնում նոր ձևեր էր ստանում։ 34 թվականին արդեն բոլորի համար հասկանալի էր, որ բախումն անխուսափելի է։ 32 թվականին եղավ խզում։ Առաջարկ ստացվեց, որպեսզի 5 տարով եւս երկարաձգեն այս երկրորդ եռապետությունը, բայց Օկտավիանոսը մերժեց։ Օկտավիանոսը հայտարարեց սենատորներին, որ ովքեր որ համակրում են Անտոնիոսին, կարող են գնալ Ալեքսանդրիա նրա մոտ։
Շուրջ 300-350 սենատորներ թողեցին Հռոմը եւ գնացին նրա մոտ։ Աստիճանաբար սկսեցին նախապատրաստվել ռազմական ընթրման, որը տեղի ունեցավ 31 թվականի սեպտեմբերի, եթե մեր հաշվիվները ճիշտ են, 2-ին կամ 3-ին Հունաստանի հարավ-արևմտյան ափերի մոտ Ակտիոն, հունարեն Ակտիում, լատիներեն Հրվանդանի մոտ 300 նավերով, Կլեոպատրայի հետ միասին, իր լեգիոններով, եգիպտական զորքով, այստեղ էր ժամանել Անտոնիուսը, մյուս կողմից էլ Ագրիպպայի գլխավորությամբ հռոմեական ուժերն էին, համարյա նույնքան ուժեր, 300-350 նավեր, ընտիր զինվորներ, եւ ճակատամարտը վերջացավ, չմտնենք մանրամասների մեջ, Անտոնիուսի խայտառակ բարդությամբ։ Այստեղ եւս հոգեբանական կոտրվածության ֆակտորը իրեն զգացնել տվեց։ Կլեոպատրան թողեց ռազմի դաշտից իր նավերով հեռացավ եւ Անտոնիուսը հետևեց նրան։ Սարմանալի բան է կատարվում։ Փախան եկան Եգիպտոս։ Իբր նախապատրաստվում էին ապագա ընթրման։ 30 թվականին դանդաղ ընթացքով Օկտավիանոսը իր զորքով մոտեցավ եւ Անտոնիոսը փորձեց ճակատամարտ տալ, բայց զինվորները չկռվեցին եւ նա ինքնասպան եղավ։ Շուտով ինքնասպան եղավ նաեւ Կլեոպատրա 7-րդը, հելենիստական Եգիպտոսի վերջին կառավարիչը, եւ ընդհանրապես, եթե վերցնենք հնագույն ժամանակներից, սա Եգիպտոսի վերջին կառավարիչն էր, 30 թվական։ Օկտավիանոսը մտավ Ալեքսանդրիա, բոլորը նրան դիմավորեցին, ընդունեցին, երկրպագեցին, եւ նա Եգիպտոսը հռչակեց իբրև սեփական պրովինցիա։ Նա շատ լավ հասկանում էր, որ հացի խնդիրն է դա Հռոմի։ Մենք բազմիցս ասել ենք, որ հացը Հռոմ գալիս էր Եգիպտոսից։ Եվ Օկտավիանոսը աշխատում էր այս պրովինցիայի միջոցով ներազդել ամբողջ միջերկրական տնտեսական կյանքի վրա։ Այսպիսով վերջացավ երկրորդ քաղաքացիական պատերազմը։ Այս քաղաքացիական պատերազմը, եթե դիտարկել ունենանք էլի հողբերգական խաղընթացի դետանկյունից, փոքր-ինչ տարբերվում է, մասնակիցներից միայն մեկը մնաց կենտրոնի։ Եվ այս 10 եւ ավելի տարիների ընթացքում նա աճեց, նա փոխվեց, նա կենտրոնացրեց իր ձեռքին իշխանության բազում լծակներ, քաղաքական, մշակութային, տնտեսական, կրոնական, ռազմական, բայց մի առանձնահատկություն աչքի սկսեց զարնել, նա չափազանց իրեն համեստ էր պահում փողի, հարստության եւ իշխանության նկատմամբ։ Եվ թերևս սա էր պատճառը, որ նա հաղթեց իր բոլոր հակառակորդներին։ Վերջացավ մի ամբողջ էպոխա, որ գալիս էր գրաքոսների ժամանակից, ընդհուպ մինչև մենք ասել ենք Օկտավիանոսի ժամանակը, 100 եւ ավելի տարիներ, Հռոմը ներքին պատերազմների, ներքին քայքայումների, ներքին կռիվների, հոգեբանական, մարդկային, տնտեսական, այլ տեսակի քայքայումների միջոցով մոտեցավ այս սահմանին, ինչ կլինի դրանից հետո։